Ցանկացած աշխատանքային հարցազրույցի լոգիկ հարցերից մեկը այն հարցն է, թե ինչու եք դուք ուզում փոխել ձեր աշխատանքը, ինչու այդ հարցը կարևոր եւ ինչու են մեզ այդ հարցը տալիս։ Ձեր ապագա գործատուն ուզում է հասկանալ որտեղ են այն սահմանային գծերը, որոնցից այն կողմ դուք կգնաք կազմակերպությունից, կամ թե դուք ինչ ակնկալիքներ ունեք, ինչ սպասումներ ունեք։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ եթե դուք տոքսիկ եք հեռանում, ապա ապագա գործատուից նույնպես տոքսիկ եք հեռանալու։ Եվ եթե դուք հարցազրույցի ժամանակ ձեր նախորդ կազմակերպության ներքին դետալները, կոնֆիդենցիալ ինֆորմացիան, ֆինանսական դետալները եւ միգուցե նաեւ որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք որ ներթիմային են կամ կազմակերպության ներսում են բարձրաձայնեք, ապա ձեր ապագա գործատուն կհասկանա, որ նույնը սպասում է իրեն։ Հետևաբար ուշադիր եղեք, թե ինչպես եք ձևակերպում ձեր ակնկալիքները։ Իսկ ինչ ճիշտ կլինի ասել, ճիշտ կլինի նկարագրել ձեր մասնագիտական ակնկալիքները, ձեր ֆինանսական ակնկալիքները, միգուցե ձեր աճի զարգացման հեռանկարների ակնկալիքները, շեշտել կոնֆլիկտները թիմում, որոնք որ ձեզ համար անհաղթահարելի են թվացել, բայց այդ ամենը նկարագրել շատ կողքիկ եւ էթիկապես ճիշտ, որպեսզի ձեր ապագա գործատուն չկարծի, որ դուք իրենից էլ նեղացած հեռանալու եք։